Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք աշխարհ գույքի շուկայի կարևոր փոփոխության մասին։ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է ռիելթորական գործունեության մասին օրենքի նախագիծը, որը ռիելթորների համար որոշակի պահանջներ է նախատեսում, այդ թվում բարձրագույն կրթություն եւ որակավորման վկայական։ Ինչպես է օրենքը փոխելու շուկան, կպարզենք աշխարհ գույքի եւ գնահատման փորձագետ Լևոն Կոստանյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ, բարև ձեզ։ Եվ այսպես, ինչ նոր պահանջներ է նախատեսում նախագիծը։ Մինչ պահանջներին անդրադառնալը ես կուզեի խոսել ընդհանուր օրենքի նախագծի այն բարեփոխումների մասին եւ դրական կողմի մասին, որը որ այսօր արդեն օրենքը նախատեսում է եւ գործարկումից հետո մենք կունենանք։ Նախ այն, որ արդեն ժամանակներ խաղի կանոններ սահմանելու անշարժ շուկայում եւ ունենալու մասնագիտության սահմանումը եւ այն գործառույթները, ինչպես նաեւ վերահսկողությունը, դրա կարևորությունը կար եւ շատ արդիական էր, որ այսօր ունենանք շուկայում խաղի կանոնների սահմանում։ Հիմնական նորարարությունը, որը օրենքը սահմանել է եւ ունենալու ենք օրենքի ընդունումից հետո, դա միասնական համակարգի ներմուծումն է պետական, որը ենթադրում է օբյեկտների վաճառքից առաջ նույնականացնել օբյեկտը համապատասխան կադաստրի կողմից ստեղծած միասնական համակարգում, որի արդյունքում հաստատվելու են օբյեկտի իրավական կարգավիճակը, փաստաթղթերի համապատասխանությունը, տեխնիկական բնութագրիչները, նաև տնտեսական առանձնահատկությունները։ Նոր հաստատումից հետո օբյեկտի սեփականատերերը, ինչպես նաև ռիելթորները, անշարժ գույքի գործակալները կկարողանան բաց շուկայում ներկայացնել տվյալ անշարժ գույքի օբյեկտները, արդեն իսկ ունենալով դրանց վերաբերյալ հավաստում, որ դրանք գնման եւ ձեռք բերելու համար որևէ խոչընդոտներ չունեն։ Տեսեք, ցուցակման միասնական համակարգ է նախատեսում այս օրենքը, որը իրականացվելու է կադաստրի միջոցով։ Ավելի պարզ եւ հասկանալի լեզվով ինչպես կարող եք պարզաբանել, ինչպես է այդ համակարգը գործելու։ Այսինքն, եթե ես բնական եմ վաճառում, ինչ պետք է անեմ։ Նախ պետք է գրանցվեք այդ համակարգում, լավ, եւ մուտքագրեք բնակարանի հիմնական տվյալները եւ ձեր անձնական տվյալները, ինչպես նաեւ որոշ վաճառքի համար անհրաժեշտ տեխնիկական եւ իրավական բնութագրիչներ, որպեսզի համակարգը նույնականացնի, որ բնակարանի վաճառքի համար որևէ ակնհայտ խոչընդոտներ չկան, տեխնիկական, իրավական անհամապատասխանություններ, նույնիսկ գինը պետք է ներմուծեք, ձեր առաջարկվող գինը եւ համակարգը համապատասխան արդեն կհաստատի ձեր վաճառքի մտադրությունը։ Մենք վճարում ենք դրա համար, մուտքագրելու համար։ Այնտեղ նախատեսված է վճար, որը ոնց հասկանում եմ քննարկման փուլում է նաեւ, բայց առաջին ընթերցմամբ 5000 դրամ վճար է նախատեսված այդ տվյալների մուտքագրման համար, ինչպես նաեւ պետք է նշեմ, որ ըստ օրենքի կետի բացի համակարգում այն օբյեկտները, որը մուտքագրվելու են համակարգը ավտոմատ կերպով ներկայացնելու է փոխգործելի կայքեր, որտեղ վաճառքի կայքեր են դրանք լինելու, որը եւս հավաստագրվելու է պետական կադաստրի կողմից, որտեղ եւ կարող են նաեւ արտացոլվել ձեր վաճառքի տվյալները միանգամից համակարգի միջոցով ավտոմատ կերպով նաեւ ներկայացվելու են այդ համակարգում։ Այսինքն, ովքեր ուզում են բնակարան ձեռք բերել, կարողանալու են տվյալ կայքի միջոցով տեսնել, որ դուք տուն եք վաճառում։ Ճիշտ է, երևալու է դա։ Ու այդ կայքերը լինելու են մի քանիսը, ու նույնիսկ մի քանի կայքում կարող է ընտրել մուտքագրողը եւ ներկայացնել իր գույքը նույնականացումից հետո միանգամից վաճառքի այդ հավաստագրված կայքեջերում։ Առաջին հայացքից թվում է լավ նախագիծ է։ Ինչն է խնդիրը, ինչից են մտահոգված ռիելթորները, շուկայի աշխատողները։ Նայեք, ինչպես եւ ցանկացած իրավական ակտ ունի դրական եւ բացասական կողմեր, հա։ Եվ եթե մենք կարողանանք այս փուլում որոշ շտկումներ իրականացնել, ինչպես նաև որոշ կետերի վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալ, կարծում եմ ավելի արդյունավետ կարող է օրենքի դրույթները գործել
եւ շուկան ավելի կկանոնակարգվի եւ վերահսկողությունը ավելի արդյունավետ կլինի։ Ռիելթորները օրինակ նշում են, բողոքում են, որ այս նախագիծը մշակելիս իրենք լիարժեքորեն ներգրավված չեն եղել։ Ինչու է այդպես եղել։ Ես ձեզ ասեմ, կա ինչ որ աշխատանքային խումբ եղել է, եթե չեմ սխալվում, մի քանի հանդիպում եղել են, ես անձամբ չեմ մասնակցել, բայց այդ ռիելտորների հետ հանդիպել եմ եւ տեղյակ եմ, որ մի քանի հանդիպում եղել է, նույնիսկ ազգային ժողովում վերջիներս ներկա են եղել։ Հնարավոր է, ես այդ կետերն էլ որ հանդիպել եմ, որոշ կետերի շուրջ քննարկում ունեցել եմ, սենց ասեմ, շատ չեն այդ կետերը, որոնց վերաբերյալ իրենք ասում են, որ իրենց առաջարկները մերժել են առանց որևէ հիմնավորման։ Ես ձեզ ասեմ, որ կան առաջարկներ, որ ընդունվել են, եւ եթե մերժվել են, ես կարծում եմ, եւս մեկ հնարավորություն պետք է ստեղծվի, որպեսզի կարողանան լսել բոլոր կողմերին ու ոչ միայն ռիելտորներին, նաեւ քաղաքացիներին, որովհետեւ կարծում եմ օրենքը նաև նախատեսում է քաղաքացիների ուղակի գրանցում այդ համակարգում ու այդ վճարները, որը պետք է իրականացվեն, նաև քաղաքացու համար են բավականին լուրջ գումար, որովհետև եթե խոսքը գնում է բնակարանի վաճառքի մասին, հա, քաղաքացու համար նմանդ 5000 դրամը հնարավոր է մեծ գումար չի, բայց այստեղ մենք խոսում ենք ինֆորմացիայի տրամադրման մասին, հա, ու մեծ համակարգի ստեղծման, որը տիրապետելու է պետությունը։ Կարծում եմ, որ այսօր ինֆորմացիայի դարում ինֆորմացիա տրամադրելը ու ստանալը կարելի է համակարգել առանց մարդիկ ավելի հեշտությամբ համաձայնվում են իրենց անձնական տվյալները հրապարակել սոցցանցում, քան նման կայքերում տրամաբանությունը այս դեպքում մի փոքր անհասկանալի է ինձ, ինչից են դժգոհում, եթե անձնական տվյալներ ասելով նկատի ունեք գույքը եւ նկատի ունեք ինչ ուրիշ վաճառողի տվյալները պետք է մուտքագրվեն նաեւ հեռախոսահամարը պետք է գրվի։ Այո, հեռախոսահամարը, ինչպես նաեւ էլեկտրոնային հասցեն եւ գինը նաեւ, բայց այդտեղ ուրիշ հարցեր կա, որը կապված է օրինակ համակարգի ներդրման հետ, թե արդյոք հասանելիությունը այս համակարգի ինչ մակարդակում ու ում համար է լինելու։ Որ շերտերի համար է։ Եթե ռիելտորները պետք է ներմուծեն այս համակարգ իրենց ամբողջ բազաները ինֆորմացիոն, նաև դրա համար վճարեն, արդյոք իրանք հնարավորություն են ունենալու համակարգից օգտվելու ամբողջական տվյալների բազայից, ինչը միջազգային փորձը ապացուցել է, որ շատ արդյունավետ է երկրների համար, որքան որ թափանցիկ լինի անշարժ գույքի օբյեկտների վերաբերյալ տվյալները, այդքան հասարակության եւ շուկայի ներդրողների համար արդյունավետ կլինի անշարժ գույքի ներդրումների եւ հետագա կառավարման հետ կապված հարցերը, որովհետեւ մեր երկրում մեր շուկայում դեռ մի 2-3 հարթակի միջոցով կայքերի ամբողջ շուկան կարգավորվում է ու եթե խոսենք դրանց արդյունավետության մասին, ակնհայտ է, որ այդ հարթակներում այդքան էլ ճշգրիտ ու գրագետ չի ներկայացված անշարժ գույքի օբյեկտները ու այո, այս օրենքի գործարկումը հնարավոր է շտկի շատ հարցեր կախված գրագետ մասնագետի օբյեկտի ճիշտ ներկայացման, փոխհարաբերությունների, բայց իսկ օրենքը ինչ է կարծում չի հանգեցնելու ստվերում աշխատելու հավանականությանը։ Այսինքն մի խումբ շատ հավանական է, որ փորձի աշխատել արդեն ստվերում եւ ստվերը կմեծանա, սա նկատի ունեմ։ Եթե շտկվեն այն կետերը, պահանջները եւ վերահսկողության մասը, որը որ այսօր օրենքում այդ կետերը դեռ մի քիչ կոպիտ ասած լղոզված են, այո, ամենալուրջ խնդիրներից մեկը, որը պետությունը ուզում է լուծել եւ մենք ռիելտորները եւ գնահատողները, որը շուկայում կա, դա ստվերի վերացումն է, բայց կարդալով այս օրենքի հոդվածները եւ կետերը, ես չեմ տեսնում այն մեխանիզմները եւ գործիքակազմը, որ եթե հիմա ռիելտորները պետքա որակավորում են, հա,
այն գործող կազմակերպությունները, որը արդեն իսկ դաշտում են, պետքա բարձրացնեն իրենց ծառայությունների մատուցման մակարդակը, կրթվեն, որակավորվեն, իսկ այն մյուսները, որոնք մինչ հիմա աշխատել են ստվերում, կարծում եմ պետքա ինչ որ մեխանիզմ ներդրվի, նույնականացման գոնե պահանջը, որ եթե դու գովազդում ես, բարի եղի տվյալ օբյեկտի համար դիր կոդ նույնականացման, որ ես վստահ ելնեմ, որ դա նույնականացված է, եթե դու փորձում ես քո բլոգում ներկայացնել օբյեկտը, ինչպես նաև ոնց որ տարբեր այլ ոլորտներում բանկային ներկայացրա քո որակավորման համարը։ Եթե դա չեղավ, ինչ որ այսօր շուկայում կատարվում է, չեմ կարծում, որ այս օրենքը կկարգավորի։ Նույն մարդիկ, որոնք որ չեն տիրապետում օբյեկտի մասնագիտական տվյալներին, բնութագրիչներին, տնտեսական տվյալներին, տարածելու են իրենց հայտարարությունները, վերլուծությունները, հա, ու մենք ականատես ենք լինելու շուկայի վերաբերյալ անհիմն կարծիքների, շուկայի վերլուծությունների, որոնք որ իրականացվում են ոչ կոմպետենտ մասնագետների կողմից, ինչպես նաև նույնը շարունակվելու է։ Դրա համար ես կներեք ինչ խնդիրներ կան նախագծում, որ ձեզ մտահոգում է։ Դե հիմնական խնդիրը, օրինակ, այս միասնական համակարգի եւ առաջարկվող փոխգործակցելի կայքերի հետ կապված, պետքա քննարկվի, շատ լավ է։ Նամանավանդ առաջարկում են մի քանի կայքեր։ Գրանցվեք ձեր կայքը, բայց այստեղ նախատեսված է, որ կայքերի ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը, այսինքն այս պահին անհայտ է, թե վաղը ինչ պահանջներ են ներկայացվելու այդ կայքին ու արդյոք այսօր գործող ռիելտորական կազմակերպությունների ռեսուրսները համապատասխանեն այդ պահանջներին, թե չէ, որովհետև մենք գիտենք, որ ռեսուրսներ կան, որոնք պահանջում են տասնյակ միլիոնների ներդրումներ, որ դառնան էլեկտրոնային հարթակ, ռեսուրսներ կան ոչ։ Սա հարցական է մնում, լավ, ու եթե մենք խոսենք տարբեր այլ խնդիրների մասին, օրենքի հետ կապված, եւս մի շարք հարցեր կան, որը կարելի է քննարկել, իմիջիայից ես հանդիպել եմ նաև ռիելտորական միության մասնագետների հետ ու շատ չեն են կետերը, որ կարելի է փոխադարձ շտկել, նույնիսկ համակարգում, որտեղ համակարգ կետեր կան օրենքի մեջ, որոնք որ նախատեսում են դրույթներ, որոնք պետքա պարզաբանել եւ օրենքում, որովհետեւ այդ հարցը, որ դու ներկայացնում ես կայքում ըստ իրենց ծրագրի, արդյոք ես իրավունք ունեմ այդ տվյալը ներկայացնեմ, ասենք թե իմ կայքը չկա այդ համակարգում կամ չեմ կարողացել ներմուծեմ, իրավունք ունեմ իմ կայքում ներկայացնեմ, դա չկա այդ կետը սահմանված։ Հնարավոր է ասեն ազատ է, կարող եք եւ ներկայացնել ձեր տվյալը այլ հարթակում, բայց այս կետը պետքա օրենքի մեջ հավաստագրված լինի, որ ես հանգիստ լինեմ, որ եթե այսօր ես չեմ վճարում, չեմ ներկայացնում այդ պետական կայքում պետական համակարգում ներկայացված կայքում, կարող եմ նաև այլ սոցցանցում գովազդել, եթե կներկայացնեմ իմ լիցենզիան ու ասենք օբյեկտի նույնականացման կոդը։ Ու նման մի շարք հարցեր կան ստվերի հետ կապված, նույնը ինչպես նաև ընդհանուր օրենքի մեջ նույն բնութագրիչների մասով, այսինքն եթե լավ բնակարան հողամաս չի, բարդ անշարժ գույքի օբյեկտ է, որը համալրված է սարքավորումներով, որը եւս հանդիսանում է անշարժ գույքի բաղկացուցիչ մաս եւ ներառված է գնի մեջ։ Դա արդյոք համակարգը այդքան ճկուն է լինելու, որ ես կարողանամ ներկայացնեմ հիդրոէլեկտրակայանի վաճառք, ջերմոցային տնտեսության վաճառք ու լիարժեք ստանամ, ասենք, այդ նույնականացումը։ Տնտեսության մեջ, հատկապես Հայաստանի, սա ամենաակտիվ ոլորտներից մեկն է, ռիելտորությունը նկատի ունեմ, անշարժ գույքի շուկան։ Միջազգային փորձը ինչ է ասում, ոնց է այնտեղ ոնց են աշխատում։ Ամերիկայում, Միացյալ Նահանգներում օրինակ, Եվրոպայում տարատեսակ երկրներում առաջատար երկրների մասն եմ խոսում։
գործում են տարատեսակ խաղի կանոններ։ Կան երկրներ, որտեղ պետությունն է խառնված, կան երկրներ, որտեղ միությունն է նաև համակարգում ռիելտորների այդ ամբողջը, կան երկրներ, որտեղ MLS համակարգերով է գործում, այսինքն միասնական համակարգ է եւ վաճառքների եւ ամբողջ շուկայի մի պատուհանից։ Ես կարծում եմ, որ եթե մենք հանդիպումներ ունենանք եւս 1, 2, 3 շահագրգիռ կողմերի միջև օրենքի հետ կապված, այսինքն պետություն, ռիելտորներ եւ ինչու՞ չէ քաղաքացիներ, շահառուներ, իրավաբանական անձինք, մենք կունենանք համապատասխանող համակարգ, որը արդյունավետ լինի, որտեղ խաղի կանոնները սահմանելու ձևաչափը տարբեր է, բայց այն, որ այո, հայաստանյան անշարժ գույքի շուկայի համար ժամանակն է, որ լինի կրթական ցենզ այս ոլորտի, որակավորում, ինչպես նաև կանոնակարգված շուկա, ինչպես դուք ճիշտ ասացիք, անշարժ գույքը այն ապրանքն է, որը փոխկապակցված է բոլոր ոլորտների ձեռնարկատիրական գործունեության հետ։ Չկա մի գործ, նույնիսկ հիմա նստած ենք ձեր անշարժ գույքի տաղավարում, նույնիսկ ձեր գործունեությունը անշարժ գույքի հետ կապված է։ Ու եթե ճիշտ կանոնակարգում լինի ու իրավական ակտեր լինեն, մենք արդյունքը կունենանք միանշանակ։ Նոր քննարկում նախատեսվում է առաջիկայում լինելու է մինչև երկրորդ ընթերցումը, եւ դուք ներգրաված եք լինելու այդ քննարկումներին, եթե այո, ես եթե չեմ սխալվում, ռիելտորների միության կողմից էլ ու նաև մասնագետներ կան անշարժ գույքի, որոնք որ առաջարկ են ներկայացնել մինչ երկրորդ ընթերցումը օրենքի հանդիպումներ իրականացնել ու շտկել որոշ հարցեր ընդհանուր հայտարարի գալ, միշտ էլ տարբեր կարծիքներ լինելու են ու բնականա օրենքի գործունեության ժամանակ արդեն պարզ կլինի արդյունավետությունը, բայց ընդհանուր առմամբ օրենքը եւ մի շարք դրական տենդենսներ է ունենալու եւ լուծելու է շատ հարցեր, մասնավորապես որ գոնե այս մասնագիտությունը կսահմանվի, ինչպես օրինակ անշարժ գույքի գնահատման մասին օրենքը, եթե չեմ սխալվում, 20 տարի արդեն գործում է շուկայում եւ բնականաբար ունենալով իր թերությունները, որը հիմա նույնիսկ նախագիծը կա շտկվում է, բայց ապահովել է դաշտ գնահատողների համար, որ իրենք շուկայում կարողանան իրանց տեղը դերը գտնեն, որակավորում ստանան, բայց մնացածը եւ որակյալ սպասարկում իրականացնել նաեւ, որը քիչ կարեւոր չէ։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք խոսում ենք անշարժ գույքի շուկայի կարևոր փոփոխության մասին, առաջին ընթերցման ազգային ժողովը ընդունել է ռիելթորական գործունեության մասին օրենքի նախագիծը եւ այդ նախագծի հետ կապված ռիելթորական ընկերությունները որոշակի մտահոգություններ ունեն։ Մտահոգությունների մասին զրուցում էինք անշարժ գույքի եւ գնահատման փորձագետ Լևոն Կոստանյանի հետ։ Ցտեսություն։ Շնորհակալ եմ, ցտեսություն։